Երբեմն թվում է, որ երեխան ուղղակի կապրիզ է անում, բայց շատ հաճախ դա զգայական գերծանրաբեռնվածության հետևանք է։ Եթե դուք նկատում եք, որ երեխան կտրուկ է արձագանքում աղմուկին, ձայներին, լույսին, հպումներին, շուտ է հոգնում կամ հակառակը միշտ ակտիվ անկանոն շարժման մեջ է, դժվար եւ վատ է քնում, չի սիրում հագուստի հպումը, պիտակները, խուսափում է խաղալիքներից կամ ջարդում եւ շպրտում է դրանք, դժվար է կենտրոնանում, հաճախ է լաց լինում առանց պատճառ։ Այս ամենը կարող է լինել ազդանշան այն մասին, որ նյարդային համակարգը դժվարանում է հաղթահարել զգայական ծանրաբեռնվածությունը։ Զգայական ինտեգրացիան օգնում է բարելավել ուշադրությունը, քունը, վարքը, ադապտացիան սոցիալական տարբեր միջավայրերում, մանկապարտեզ, դպրոց եւ այլն։ Պետք է հիշել, որ զգայական ինտեգրացիան անհրաժեշտ է ոչ միայն աուտիզմով եւ սպեկտրի խանգարումով բալիկներին, այլ նաեւ շատ բալիկների, որոնք ունեն որոշակի դժվարություններ զգայական համակարգում։ Սիրելի ծնողներ, ավելի մանրամասն ինֆորմացիա եւ մասնագիտական աջակցության համար դիմեք նյարդահոգեբանական ախտորոշման։